Չեք համարում Գագիկ Ծառուկյանի կալանավորումը։ Ողջունում եմ։ Իսկ որ այդ կալանավորման հետևանքով առյուծին քնեցրեցին, Առյուծը գիտեք, առյուծը նախ ծեր էր հիվանդություններով ու երբևէ այդ առյուծը մահանալու էր, տենց չի որ չէր լինելու էլի դա։ Հիմա կարող է մեկ օր շուտ, մեկ օր ուշ Երևանի փողոցներում շներ են սատկում, կատուներ են սատկում եւ ոչ մեկն է չի հետաքրքրում։ Պլյուս մինուսով մեկ օր շուտ, մեկ օր ուշ։ Գիտեք, մարդիկ են այդ հիվանդանոցներում մահանում, ոչ մեկին է չի հետաքրքրում։ Հիմա ցանկալի կլիներ, որ չլիներ այդ դեպքը, բայց ինչ ասենք։ Առյուծները ինչ մեղք ունեին։ Առյուծները մեղք չունեն, կներեք, բայց ձեր հարցը ինչ կապ ունի Գագիկ Ծառուկյանին կալանավորեցին, ձերբակալեցին։ Առյուծներին տեղափոխում էին գազանանոց, չէին կալանավորում էլի։ Տեղափոխում էին, որտեղ գազանանոցում մասնագիտական ավելի ճիշտ խնամք է լինում, քան ասենք եթե այդտեղ հիմա այտենց թողնվեր մարդիկ, որոնք որ կարող է, այլ չկարողանային հետևեին առյուծներին եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ հիմնական այն ինչ որ պետք է երբևէ տեղափոխվելու է գազանանոց ու ասեմ գազանանոցում են կենդանիները երբևէ մահանում ու ասեմ որ մարդիկ են էլի երբևէ մահանում, այսինքն։ Իսկ երբևէ այցելել եք Մեդկենդանաբանական այգի, այնտեղի առյուծները ավելի լավ պայմաններում են ապրում, քան կներեք, ես Գագիկ Ծառուկյանի մոտ չեմ այցելել, որ ասեմ իր մոտ ավելի լավ են ապրում թե չէ։ Իսկ կենդանաբանական այգին Խորհրդային Միության ժամանակ է հիմնվել այդ չափանիշներով եւ այլն, ես մասնագետ չեմ, որ կարողանամ ճիշտ պատասխանեմ, ասեմ որտեղ է ավելի լավ։